14 օր տևած քարոզարշավի վերջին օրն է։ Մայր Հայաստան դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է գործարար Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ովքեր են Սիմոնյանի թիմում, ինչ ներուժ ունեցող մարդիկ են։ Թիմ, որը կազմված է բացառապես արտար մարդկանցից, կազմված է բացառապես հայի գյումրեցուն վայել ընտանեկան արժեքների կրող տեսակից։ Թիմ, որը նմանվել է մեղվի պետագի և առավոտից իրիկուն աշխատանքով է լծված։ Մենք այսօր երիտասարդության համար բացել ենք դռներ, զբաղված ենք դռներ կառուցելով, որպեսզի իրանք էլ ունենան այն նույն առաջընթացը և գիտական ոլորտում, և մշակութային, և կրթական, և իրենք էլ ունենան իրավունք ունենալու այն ամենը, ինչ ունեն զարգացած երկրների երիտասարդությունը։ Մեր թիմի կազմում համալրված են գործարարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և յուրաքանչյուր անձ, ով միացել է մեր թիմին, չի ունեցել մեր հետ այն 1000 տարվա ընկերական հարաբերությունը, որովհետև մենք որտեղ գրել ենք ոչ թե թայֆաբազություն, այլ իրական զարգացման ծրագրերին օգուտ տվող մարդկանց։ Մայր Հայաստան դաշինքը եղել է Գյումրու տարբեր թաղամասերում, ներկայացրել նախընտրական, հեռանկարային ու ընթացիկ ծրագրերը, մասնավորապես Գյումրին ազատ տնտեսական գոտի ու ազատ քաղաք հռչակելու ծրագիրը, որը վերջին ամսում արժանացել է 7700 գյումրեցու հավանությանը։ Մայր Հայաստան դաշինքը ներկայացրել է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իսկ Կարեն Սիմոնյանը արդեն միս ու այրուն է տվել ծրագրի գյումրեցիների աջակցությունը ստանալու առումով և հավաքվել է 7700 ստորագրություն աջակցություն այդ ծրագրի։ Մայր Հայաստան դաշինքի ավականու ցուցակը 56 հոգուց է բաղկացած, նրանք անդամների թվով երկրորդն են։